Բարև ձեզ, Ինստաֆեսի այս թողարկմանը դիտեք։ Մոսկվայից Երևանին զգուշացնում են երկու լարի վրա հնարավոր չէ խաղալ։ Ռուսաստանը Հայաստանին չի սպառնում։ Ռուսաստանը ասում է, որ հետևանքները լինելու են համապատասխանաբար։ Լարված է անցնում Փաշինյանի քարոզարշավը վարչական ռեսուրսի չարաշահման եւ քաղաքացիների կշտամբանքի ներքո։ Արդեն Արցախը հանձնել եք։ Հիմա ում եք որ մասերն եք հանձնելու։ Ինձ է հետաքրքիր որ չգրեմ տեղ մնամ։ Փաշինյան Ծառուկյան բանավեճը ԲՀԿ առաջնորդը զղջում է, որ 8 տարի առաջ աջակցել է Փաշինյանին։ Գնացեք դուք մեր գերիներին բերեք, աղամոտը։ Հայաստանի վարչապետը համաձայն չէ Վլադիմիր Պուտինի հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ապահարզան ձևակերպման հետ։ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ արձագանքելով Ռուսաստանի նախագահի ԵԱՏՄ-ԵՄ հարցում Հայաստանին ընտրության առաջ կանգնեցնելուն, ասել էր, թե պետք չէ միջպետական հարաբերությունները շփոթել ամուսնության հետ։ Ըստ Փաշինյանի Հայաստանը որոշում կկայացնի, երբ պահը հասունանա, բայց հիմա ըստ նրա Երևանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու անհրաժեշտություն չունի։ Հայաստանի հարաբերությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ եւ մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, այնպիսի անդամ ինչպես մյուս անդամները եւ քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը եւ ելի եմ ասում, քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել նաև հարակվե կանենք այն պահին, երբ որ դրա օբյեկտիվ անհրաժեշտություն լինի։ Իմ գնահատականն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ էր Ռուսաստանի նախագահը պաշտոնական Երևանին ընտրության առաջ կանգնեցրել, հայտարարելով Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Վլադիմիր Պուտինն ասել էր, Մոսկվան կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին, բայց հատուկ ընդգծել էր, որ պետք է նկատի ունենալ որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են եւ ռուսական, եւ հայկական կողմի համար։ У нас торговый оборот с Арменией, он снизился сейчас. Հայաստանի հետ մեր առևտրաշրջանառությունը այժմ նվազել է։ Անցած տարի, նախանցած տարի շատ ավելին էր, բայց այնուամենայնիվ $7 միլիարդ 2025 թվականին։ Եթե հաշվի առնենք, որ երկրի հնան 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է, եւ Հայաստանը նշանակալի առավելություն է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Դա վերաբերվում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, հարկերին, ինչպես նաեւ միգրացիոն ոլորտին։ Եվ իմ կարծիքով ճիշտ կլինի թե Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե մեր որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ հնարավորինս շուտ կողմնորոշվել, օրինակ հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխանել մենք եւս համապատասխան եզրակացություններ կանեինք եւ կգնայինք փափուկ, ինտելիգենտ եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով։ Интеллигентного и взаимовыгодного развода. Հնարավոր քաղաքական ապահարզանի մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Հայաստանում ընթացող քարոզարշավի շրջանում լայն քննարկման էր արժանացել։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը վտանգի տակ է դրվում, ինչը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու այն մարդկանց, որոնք իրենց ապրուստի միջոցը վաստակում են հենց ԵԱՏՄ շուկայում աշխատելով։ Հիմա մեկ այլ արկածախնդրության մեջ ենք մտնում։ Ակնհայտ, բացահայտ փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ընդհանրապես այդ ԵԱՏՄ-ի հետ։ Հիմա մեկը նայեք ձեր շրջապատում, թե քանի հոգի են իրենց ընտանիքի բարեկեցությունը ապահովում Ռուսաստանի հետ հարաբերությունների շնորհիվ։ Օրինակ Մարտունուց, քանի մարդ է աշխատում Ռուսաստանում։ Շատ, ճիշտ է։ Հիմա ինչ հետևանքներ եք ունենալու դուք, ինչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե այդ հարաբերությունները փչացնեն եւ վերջապես համբերությունը, ասենց համբերության բաժակը լցնի եւ Ռուսաստանը ընդունի կտրուկ որոշումներ։ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հեռանկարը սխալ է նաև ըստ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։ Նա Հայաստանի տնտեսության համար վտանգավոր է համարում Եվրամիության վրա հույս դնելը։ Ամսական 180-160 միլիոն Ռուսաստանից տրանսֆեր է գալի, ճիշտ է թե ոչ։ Որ մեր ժողովուրդը կարողանա ապրի։ Մեր երկրից միրգ, կոնյակ գինի տարեկան 3 միլիարդի գնման դեր, որ դա փակվեց։ Գյուղատնտեսություն փակվա, գինեգործությունը փակվա, կանայագործությունը փակվա։ Դա Եվրոպան չեն կարողանալ ուղարկել։
Աշխատող ուժը մենք ունենք մոտ 5-700 հազար հայ, որ գնում է խոպան, աշխատում է իր տունը փողա բերում բայ, որ դրանք չգնացին։ Ինչ ենք անելու, գազը դարավ Եվրոպայի գնին, 600-800 դոլար, ինչ ենք անելու։ Ռուսաստանից Վլադիմիր Պուտինի զգուշացումը միակը չէր այս շաբաթվա ընթացքում այդ երկրի արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ վարչության ղեկավար Միխայել Կալուգինը բաց տեքստով հայտարարել էր. Հայաստանը երկու աթոռի վրա միաժամանակ նստել չի կարող։ Ինչպես միշտ եվրոչինովնիկները համեստորեն լռեցին հանրապետության համար տնտեսական հետևանքների մասին դեպի Եվրամիություն վերակողմնորոշվելու դեպքում։ Դրանք, ընդ որում ոչ բոլորը, հստակ նշվել է Օվերչուկի ձեր գործակալությանը տված իր ապրիլյան հարցազրույցում։ Երևանի որոշ աղբյուրներ անմիջապես սկսեցին այն մեկնաբանել որպես սպառնալիքներ, սակայն այն ամբողջությամբ տեղավորվում է մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանության մեջ, մասնավորապես քաղաքացիներին բացատրել եվրասիական եւ եվրոպական միությունների դրական եւ բացասական կողմերը, ավելացնեն, որ ինտեգրացիոն շինարարությունը պահանջում է համակարգային աշխատանք, որի հետ հազիվ թե համատեղելի է այն մոտեցումը, որի դեպքում ԵԱՏՄ-ին անդամակցությունը դիտարկվում է որպես ժամանակավոր միջոց այլընտրանքային միավորման մեջ մտնելու որոնման կամ գործընթացի ժամանակահատվածի համար։ Պարզ ասած, դուք չեք կարող նստել երկու աթոռի վրա։ Ռուսական կողմից հնչած հայտարարությունների շուրջ սոցցանցերում այսպիսի մեկնաբանություններ էին հնչում։ Ասվել է ուղիղ, բավական է Ռուսաստանի հետ մուկն ու կատու խաղալ, թե ձեզ թվում էր, որ ռուսները շարունակելու են հանդուրժել իշխանությունների իբր խորամանկ խաղը, երբ նրանք օգտվելով ռուսական էժան հացահատիկից, գազից, պարարտանյութերից, զուգահեռ տնտեսական սխեմաներից, աշխատաշուկայից եւ ԵԱՏՄ շուկայից միաժամանակ սիրախաղ են անում ԵՄ-ի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, վերածվելով հակառուսական հենակետի հենց նույն ԵՄ-ի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որոնք Հայաստանը դիտարկում են բացառապես որպես տարածք կամ բուֆերային գոտի։ Ակնհայտ է, որ Մոսկվան ամեն կերպ դրդում է Հայաստանի իշխանություններին հստակ պատասխանել ԵՆՄ-ին անդամակցության ցանկության հարցում, անգամ Պուտինի շուրթերով խորհուրդ է տրվում հարցը դնել համազգային հանրաքվեի։ Հարց է ծագում, թե ինչու։ Հանրահայտ է, որ ԵՄ-ին անդամակցությունը նախատեսում է ինքնիշխանության որոշակի սահմանափակում, այնպես որ Մոսկվան ուղիղ ասում է, որ դուք ընդամենը ասեք, կողմ եք թե չէ սեփական ինքնիշխանության սահմանափակմանը, եւ եթե այո, ապա մենք ԵՄ-ից ինչով պակաս ինքնիշխանության սահմանափակող ենք։ Ուկրաինան էլ վկա, հետգրություն, կոպիտ ասած, եթե պատրաստ ես դառնալ մարմնավաճառ, չի նշանակում, որ կստանաս իրավունք ինքնուրույն ընտրել հաճախորդ։ Հայաստանի վերլուծական փորձագիտական դաշտում ռուսական կողմի հայտարարությունները մեկնաբանվեց որպես զրույց ժողովրդի հետ։ Այսինքն հայաստանցիներին Մոսկվայից բացատրում են, թե ինչ հետևանքներ կարող են լինել հայ ժողովրդի համար, եթե Փաշինյանի իշխանության եվրաինտեգրման խաղը շարունակվի։ Ռուսաստանը Հայաստանին չի սպառնում։ Ռուսաստանը ասում է, որ հետևանքները լինելու են համապատասխանաբար։ Դուք կարող եք գտնել այլ շուկաներ, գտեք, գնացեք, որևէ խնդիր չկա։ Եվ այստեղ ես կարմիր գծով առանձնացնում եմ Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Մի քանի անգամ շեշտեց, որ մենք գիտենք հայ ժողովուրդը ով է, ինչ ճանապարհ ունենք, ինչ պատմական մոտեցումներ, բայց ընտրությունը ձերն է։ Ռուսաստանի նախագահը մայիսի 9-ի իր ասուլիսում հավելել էր, որ Հայաստանի իշխանությունների եվրոպական նկրտումների հարցը ճիշտ կլինի քննարկել ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու մայիսի 28-ից 29 Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում կլինի այդ հարցը, թե ոչ, դեռ պարզ չէ, բայց հստակ է, որ այդ նիստին Փաշինյանը չի մասնակցելու, քարոզարշավով պայմանավորված։ Հայաստանից ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելը ըստ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նշանակում է, որ նա այդ հարցի հետ կապված լուծում չունի եւ սպասում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքին։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը հասկանում է իրավիճակը, ուժային բալանսի, հասկանում է հնարավոր հետևանքները, այդ թվում նաեւ իր համար, իր թիմի համար եւ այլն, որտեղ աշխարհը գեոպոլիտիկա է, իր Պուտինը գեոպոլիտիկա ստեղծողներից մեկն է, ինչը ուզում է Ռուսաստանի հետ թշնամի լինի, լավ օրինակներ կան ճակերտավոր, չէ, հետևանքների, անկախության կորստի։ Փաստացի հունիսի 7-ի ընտրություններով հայ ժողովուրդը որոշելու է նաեւ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, թե դուրս է գալիս այդ կառույցից։
Մայրաքաղաք Երևանում քարոզարշավի առաջին շաբաթը դիմադրություն ցույց տվեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին։ Երևանի տարբեր վարչական շրջաններում Փաշինյանին հիշեցնում էին պատերազմ բերելու, հազարավոր զոհեր տալու, Արցախը հայաթափելու, Հայաստանի օկուպացված տարածքների մասին։ Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիներից մեկը մոտեցել էր Փաշինյանին, պատմել, որ 2018-ին աջակցել է նրան ու ինչպես այն ժամանակ էր ուզում, որ իշխանությունը հեռանա, այնպես էլ հիմա ուզում է, որ Փաշինյանը հեռանա։ 2018-ին երբ ձեր ձերբակալում էին։ Հա։ Ինձ էլ շատ մոտ էի, կանգնած ձերքը ջարդել էին։ Լուրջ։ Այո։ Ես ձերքը ջարդացել ձեր գալսի ձեր ցերին։ Սա ասում նրա համար, որտեղ հավատում եք ձեզ ու ձեր իշխանությանը։ Հիմա այդ պահ զգում եմ, որ պետք է իշխանությունը հեռանար։ Հիմա նույնը ձեզ եմ ուզում ասեմ։ Սա ուզում հասկանա, որ սստանց եմ ասում, որտեղ Հայաստանի համար մանանք ստանում։ Նիկոլ Փաշինյանին առաջին տպավորությամբ հուզել էր ոչ թե այն փաստը, որ 2018-ին իրեն հավատացող մարդը 8 տարի անց իրենից հիասթափվել է, այլ այն, որ քաղաքացին ասել էր, թե պատերազմում հայկական կողմը 5000 զոհ է ունեցել։ Դուք հանձնել եք Արցախը։ Ես գիտեմ շատերին հաճելի չի լսելը։ Դուք 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք։ 5000 թիվը որտեղից։ Թեկուս Որտեղից 5000 թիվը։ Միգուցե թիվն է 5000 թիվը որտեղից։ Որտեղից 5000 թիվը։ Ապարակած թվերն է։ Մենք թիվ չեք, ես ասում եմ, նրանք ովքեր դուք այդ ստահակների բառապաշարն եք վերցնում, ձեզ քիչ հա զոհերի թիվը մի հատ է 5000 թիվը։ Երբ ձեզ այդ խոսալ, դուք իրավունք չունեք, ուրեմն դուք իրավունք չունեք։ Չէ, քիչ չի։ Այդ զոհությունների արդյունքում մենք պետություն ու անկախություն ենք ստացել։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Փաշինյանը փորձեց իրավիճակը մանիպուլացնել քաղաքացու հնչեցրած թվի պատճառով, բայց իրականում նրան հունից հանել էր այն, որ 2018-ին իր կողքին կանգնած քաղաքացին 8 տարի անց էլ իր հրաժարականն է պահանջում։ Ինչ ասի այստեղ Փաշինյանը, եթե քաղաքացին ըստ էության հարվածել է ոչ միայն 10-ին, այլև 10-ից 10-ին, քաղաքացին մատը դրել է ամենացավոտի վրա, ամենազգայականի վրա, ծանրագույն իրավիճակից ելքի փնտրտուքի վրա, որն ունի Փաշինյանը, եւ ինչի մասին ես իմ գրառումներով խոսում եմ պարբերաբար, քաղաքացին Փաշինյանին առերեսել է հենց իր իսկ փնտրտացի հետ, որ փնտրվում է գուցե ենթագիտակցաբար, բայց որին առերեսվեց գիտակցական ռեակցիա տալու անհրաժեշտությամբ։ Երևանի Երևանի վարչական շրջանում մի կին սկզբում նախ վերցրել, հետո վերադարձրել էր Փաշինյանի տված Հայաստանի քարտեզը։ Այնտեղ չկար Արցախը։ Ես ափսոսում, որ այդպես չհասցրեցին մոմբա։ Շատ եմ ափսոսում։ Ոչինչ, Հայաստանում բազմաթիվ տեղեր կա, որտեղ կարող եք մոմբա։ Կրկին Երևանում թեժ մթնոլորտում էր անցել ԿՊԱ-ական նախարարներ Արսեն Թորոսյանի եւ Վահե Հովհաննիսյանի քարոզարշավը։ Վարչական շրջաններից մեկում ԿՊԱ-ական նախարարներին ուղիղ ասել էին, որ չեն վստահում իշխանությանը։ Մի քանի պատճառ էին նշել, դրանցից մեկն էլ այն էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը չէր ընդունել պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահի առաջարկները։ Զրույցն այս ֆոնին լարվել էր, հասել նրան, որ քաղաքացիները մեղադրել էին իշխանությանը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու եւ Հայաստանի գլխին 3 պատերազմ բերելու մեջ։ Երեք պատերազմ բերել դուք 2 տարի։ Մենք ենք բերել։ Մենք ենք բերել պատերազմ։ Որն ենք բերել։ Ղարաբաղը 90-ականների պատերազմն ենք մենք բերել։ Եկեք խոսում եք։ Լավ ենք անում։ Մեր երկիրն է խոսում է։ Ես ուզում եմ հանդիպել չեք հապաչում։ Աջափնյակում քարոզարշավի ժամանակ արցախցի մի կին Փաշինյանին մեղադրել էր իրենց տնավեր դարձնելու եւ անօթևան թողնելու մեջ։ Խնդրում եմ ուղղակի ասեք, արդեն Արցախը հանձնել եք։ Հիմա ում եք որ մասերն եք հանձնելու։ Ինձ է հետաքրքիր, որ չգիտեմ տեղ մնամ նորից։ Արցախցի կնոջ այս վարքագիծը սոցցանցերում լայն արձագանք էր ստացել։ Արցախցի կինը մենակով պորտատեղադրում անում Նիկոլենց։ Սրանք էլ, որ ասելիք չունեն, միայն հոկտեմբերիկների նման սկսում են գոռալ։ Այս կնոջ դուխով մի քանի հատ բարձրաստիճան գեներալներ ունենայինք, ոչ Արցախը կկորցնեինք, ոչ էլ Նիկոլը մինչև հիմա վարչապետ կլիներ։
Արցախցի կինը մեխեց Նիկոլի խաղաղության դագաղի վերջին մեխը, շեշտակի եւ դիպուկ։ Էս կնոջ աղաղակը պիտի դառնա զարթոնքի կոչնակ ու պիտի բոլորով հասկանանք։ Վաղը էս կնոջ վիճակում լինելու է Տավուշցին, Սյունեցին, Վարդենիսցին, Երևանցին, եթե հունիսի 7-ին անցնի Հաքան Ֆիդանի թեկնածուն։ Իշխող ուժի քարոզարշավը թեժ մթնոլորտում էր անցնում։ Փաշինյանին հանդիմանում էին ոչ միայն ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացիները, այլև իրեն աջակցողները, որոնց պահանջը մեկն էր՝ չհանձնել Հայաստանի հողերը։ Որ ջերմուկ են մտել, իրանք որ ձեզ մի բան պարտադրում են, այս պետք է տա, դուք չեք ասում, դուք եք մեր ջերմուկից դուրս եկեք։ Ասեք, մի վախեցեք, ով ալիևը։ Քարոզարշավի առաջին շաբաթվա այս եւ այլ միջադեպերից եզրահանգումը մեկն էր՝ Երևանում եւ խոշոր քաղաքներում Փաշինյանը մերժված է։ Խնդիրն այն է, որ Երևանում որոշ քաղաքներում մարդիկ ավելի շատ են օգտվում տեղեկատվական այլընտրանքային միջոցներից եւ քիչ են ազդվում նիկոլական Գեբելսյան քարոզչամեքենայի գործողություններից։ Մարզերում եւ հեռավոր բնակավայրերում Գեբելսյան քարոզչամեքենան համեմատաբար արդյունավետ է աշխատում։ Փաշինյան Նիկոլը զբաղված է թոզ փչելով եւ ժողովրդի վրա ծախում է երևակայական իրականություն։ Պարզապես քաղաքային բնակչությունը ավելի քիչ է հավատում նիկոլական հեքիաթներին։ Գեբելսյան քարոզչամեքենային հակազդելը շատ դժվար է, բայց հնարավոր է։ Քարոզարշավի առաջին շաբաթը ուշագրավ էր նաև նրանով, որ իշխող ուժի քարոզարշավին մասնակցում էին ուսուցիչներ եւ աշակերտներ։ Նյուզեմի տեսախցիկներ արձանագրել, թե ինչպես են Արագածոտնի մարզի տարբեր բնակավայրերից միկրոավտոբուսներով ուսուցիչներին տեղափոխում Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու համար, ընդ որում դասի ժամին, այն դեպքում, երբ դա օրենքն արգելում է։ Այսօր մենք դասերը մի փոքր բան ենք արել։ Ինչ։ Երբ չենք կարա մեր վարչապետին չկանք դիմավորենք, դրա համար մենք կջադեցինք ժամերը։ Բոլոր ուսուցիչներով եք։ Այո, հանուն Փաշինյանի։ Հարմարացել եք մեր ժամերը, եկել ենք։ Նաև ուսուցիչների կեսը դպրոցում են, էլի պետքա փոխարինեն մեզ։ Կրթության նախարարությունից հայտնել էին, որ Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով քննություն կանցկացվի։ Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը եւ վերահաստատում, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ եւ չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո եւ ցանկացած նմանատիպ դրսեւորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի եւ իրավական հետևանքների։ Ուսուցիչների եւ աշակերտների ՔՊ-ի քարոզարշավին մասնակցելը աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։ Փաշինյանն արձագանքելով իր հասցեին հնչող քննադատություններին հայտարարել էր, թե իր հորդորով դպրոցի 4 տնօրեն ազատման դիմում է գրել, բայց այդ դիմումները չեն ստորագրվել։ Սպասում են գրանցված դեպքերով քննության ավարտին։ Ինձ ասել են, որ 4 դպրոցից է, բարձել եմ այն մարմինները, որ կարող են ճշտել, որ դպրոցի երեխեքը եւ ուսուցիչներն են, եւ որը բարձվել է, ասել են, որ դիմում գրեն։ Սա իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառման միակ դեպքը չէր։ Քարոզարշավի 6-րդ օրը Հայաստան դաշինքը հայտարարել էր, որ մայիսի 13-ին Թալինում նախատեսված իրենց դաշինքի հանդիպումը բնակիչների հետ տեղի չունենա, որովհետև Փաշինյանի նույն համայնք այցելելու պատճառով չեն կարող նախապես պայմանավորված ժամին համայնքապետարանից ապահովել քաղաքացիների հետ հանդիպումը նախատեսված վայրում։ Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է, քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ եւ արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրը ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները։ Քարոզարշավի ընթացքը ավելի էր սրվել, երբ Փաշինյանի Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչած մեղադրանքներից հետո Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն արձագանքել էր նրան։ Այդ կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզացրել է, ատում է նրանց, ով չի կզացել։ Եվ դրա համար այդ մարդը ատում մինչև այսօր բոլոր պայքարող կերպարներին։ Լկտիությունը հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ։ Ըստ էության ինչ է ինքնությունը։ Սա ինչ որ բաներ է, որոնց շնորհիվ սենց համակցված այդ ամենը մեզ հայ է դարձնում, որ մենք ասում ենք, մենք հայ ենք, որովհետև
պատկանում ենք հայ առաքելական եկեղեցու, որովհետև ծնվել ենք այստեղ, ապրում ենք այստեղ, Արարատն ենք տեսնում եւ այլ եւ այլ։ Հիմա սա է ինքնությունը։ Հիմա այ համբալ ինչ ունես դրա հետ։ Քոչարյանի այս սուր ելույթը ծանր էր տարել Փաշինյանն ու ամբողջ իշխանական էլիտան։ Ռոբերտ Քոչարյանը իրարանցում էր առաջացրել իշխող թիմում։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գնահատելով քարոզարշավի առաջին շաբաթը նկատել էր, խորհրդարան անցնելու շանս ունեցող քաղաքական ուժերը փորձում էին ամրապնդել իրենց ընտրազանգվածը, նաև մեծացնել ընտրություններին մասնակցողների թիվը։ Նա կարծում է, որ առաջիկայում ընդդիմությունը կկոշտացնի իր խոսույթը։ Ընդդիմության մի հատված համարում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ներքաշել իրենց նման խոսույթի մեջ, որպեսզի հիասթափեցնի ընտրողներին, առավելովս չկողմնորոշված ընտրողներին կամ պասիվ ընտրողներին եւ փորձում են դրա մեջ չմտնել։ Ընդդիմությունը իր սեփական օրակարգը պետք է ձևավորի, ավելի կոշտ օրակարգը, ավելի էմոցիոնալ օրակարգը, որպեսզի ընտրողներին հետաքրքիր լինի, որովհետեւ ընտրությունները դա նաեւ որոշակի շոու է Իրանի պարունակում։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ, դրանցից 17-ը կուսակցություններ են, 2-ը դաշինք։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զղջում է, որ իշխանափոխության հարցում 2018 թվականին աջակցել է Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, ես էլ եմ մեղավոր, որ նույն Նիկոլ Փաշինյանի համար հրապարակում գնացել ձայն եմ տոյին դեպքում հավատացել եմ, բայց այսօր ոնց տվել են գնացել պետք է փողել ձեզ ամտանը։ Դա իմ ասածը։ Ծառուկյանի հրապարակային ափսոսանքը պայմանավորված էր այս շաբաթ ընթացող քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով, որով վարչապետը թիրախավորել էր Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ժողովրդական լեզվով ասած կպել նրա թույլ տեղին։ Փաշինյանն այս շաբաթվա ընթացքում քարոզարշավի ժամանակ անդրադարձել էր 1.5 տարի հետախուզման մեջ գտնվող Ծառուկյանի որդուն, Նվեր Ծառուկյանին, որն անցնում է Ծաղկաձորի խաղատներից մեկում տեղի ունեցած ծեծկրտուքի եւ կրակոցների գործով։ Բռնելու ենք, բերենք նստացնենք, լակոտ չես պախնելու ոչ միտեղ։ Չես պախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու։ Փաշինյանի ագրեսիվ տոնայնությամբ հայտարարությանը Գագիկ Ծառուկյանը արձագանքել էր շատ մեղմ, առանց վիրավորանքների։ Քաղաքացիական մեջ ամբողջ աշխարհում կարգ կա, կանոն կա, որ երբեք ու երբեք ընտանիք, երեխա, ծնող, մայր չի կարելի տվյալ մասին խոսել։ Վարձկա թողի մասին խոսեն։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա, իմ կլասը չեմ քսի։ Ձեր տղան կգա Հայաստան թե ոչ։ Այո, ինքն դեռ գործերով զբաղված է, կավարտի ամսի 7-ից հետո անպայման կգա։ Որդու հունիսի 7-ից հետո անպայման վերադառնալու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը հունիցանել էր Նիկոլ Փաշինյանին։ Նա քարոզարշավի հաջորդ օրն էր հիշել Ծառուկյաններին։ Ոչ, ինքը չի վերադառնալու, իրան վերադարձնելու են եւ ուղարկելու են համապատասխան տեղը կրելու իր պատիժը։ Ով որ քվեարկում է Գագիկ Ծառուկյանի օգտին, ուղիղ ձայնա տալիս Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոին։ Ես դեմ չեմ։ Հերրակաբանավեճը շարունակվել էր։ Գագիկ Ծառուկյանը բավական ուշագրավ պատասխան էր տվել Փաշինյանին։ Գնացեք դուք մեր գերիներին բերեք, ամոթը, խայտարակ ենք լինում, խաղաղություն եք բերել, բայց գերիները այսօր մեր գեներալներն ու նախագահները այնտեղ նստած են։ Ինչ խաղաղության մասին կարող խոսել։ Սոցցանցերում քննարկում էին Փաշինյանը նոր նախընտրական քարոզարշավի ժամանակ է իմացել, որ Գագիկ Ծառուկյանի որդին հետախուզման մեջ է գտնվում։ Ուրեմն 2024 թվի հոկտեմբերի 26-ին միջադեպ ալինում Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ 2024 թվի նոյեմբերի 11-ին դեպքից 16 օր հետո նոր հետախուզում են հայտարարում, իսկ այսօր արդեն 1.5 տարի անց ԵԹԻՄ-ը լրիվ պատահաբար նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթ է ունենում, ընկնում է 18 թվի ցնցումների մեջ, հիստերիկաբար ասում է Բելարուսից վզից բռնելու ենք, բերենք։ Նիֆիգա սիբե, իսկ կարող է որ sense տրապկա չլիներ 16 օր հետո նոր ռոզիսկ չտայր, լիր դիշովկա։ Ծառուկյանի շուրջ կենտրոնացումը այսքանով չէր ավարտվել։ Ներքին գործերի նախարարության խոսնակը հերքել էր քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե 52 պարեկ աշխատանքից ազատվել է զուտ այն պատճառով, որ նրանց հարազատները իր համակիրներն են։ Նշված հայտարարությունն ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը։ Ներքին գործերի նախարարության խոսնակի հերքումից մեկ օր անց Փաշինյանը փաստացի հաստատել էր Ծառուկյանի տեղեկությունը։ Այդ ոնց հանրապետության վարչապետը 52 հոգի առնչություն ունեցող չկա,
բայց ասենք օլիգարխի նախկին բելարուսցի հետ առնչություն ունեցող մարդ կարա լինի, դա նորմալ է, բայց եթե իհարկե պետք է ազատվեն աշխատանքից։ Եթե ես իմանամ, որ այդպիսի բան կա ու չեն հանել գործից, նավ չի հանել գործից, ես իրան կհանեմ գործից։ Բայց ո՞նց է փախել Ծառուկյանի տղեն կրակոցներ արձակելուց հետո Հայաստանից, այդ հարցը պետք է պարզաբանվի, թե չէ։ Եվ երբեմն հետաքննություն կարող անես տարիներով բանը լինի։ Տևի այդ հետաքննություն։ Պետքա պատասխանատու, տենց դեպք եղավ, պետքա նրանք ովքեր ի բնե պետքա կանխարգել էին դա չեն արել, պետքա հանվեն գործից։ Եվ հանվել են գործից։ Նիկոլ Փաշինյանին արձագանքել էր ԲՀԿ խոսնակ падգամավորի տեխնացու Իվետ Ատոնոյանը։ Օրենքի հետ ակնհայտ հակասություն ունեցող այս գնահատական հրահանգը ուղիղ սպառնալիք է բոլոր ընդդիմադիր ուժերին ու գործիչներին։ Աբսուրդն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Այսինքն ինչ է ստացվում, եթե դու ունես իրավապահ կամ պետական համակարգում աշխատող բարեկամ, ծանոթ, հարևան, ուրեմն չես կարող որևէ քաղաքական ուժի համակրել կամ սատարել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով նրանք կազատվեն աշխատանքից։ Իրականում այդպես էլ կա։ Իվետ Ատոնոյանը թարմացրել էր Փաշինյանի հիշողությունը, թվարկելով այն մարդկանց, որոնք Փաշինյանի մտերիմն են, բայց պաշտոններ են զբաղեցնում։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։